Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձել է հեծին, այս անգամ Facebook-յան հրապարակմամբ։ Նա գրել է, որ ընկերության պետականացման ծրագիրն արդեն պատրաստ է և հետագա գործընթացները տեղի են ունենալու Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան։ Հայաստանի էլեկտրական ցանցեր փակ բաժնետիրական ընկերության պետականացման պլանը պատրաստ է։ Շատ շուտով կմտնեն գործնական փուլ։ Պրոցեսները տեղի կունենան Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։ Փաշինյանն այս արշավն իր խոսքով դեռ մի ամիս առաջ էր սկսել։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց, հոսանքի անջատումներ են տեղի ունենում, որ մարդիկ դժգոհ լինեն իրենց կառավարությունից։ Իմ բազմաթիվ մարզային այցելությունների ընթացքում ես զարմանքով եւ զայրույթով դրա մասին հրապարակային խոսել եմ մի քանի անգամ, զարմանքով եւ զայրույթով արձանագրեցի, որ ըստ էության հեծը իր գործունեության արդյունքում Հայաստանում գրեթե էներգետիկ ճգնաժամ է ստեղծել եւ հիմա նաեւ վերլուծությունը հիմք է տալիս մտածելու առնվազն թույլ չի տալիս հրաժարվել այդ մտքից, որ այդ ամեն ինչը արվել է եւ արվում է Հայաստանում ներքին հանրային դժգոհություն գեներացնելու համար։ Թե որ մարմնի կողմից է պլանը կազմվել եւ օրինական ինչ հիմքի վրա, մեզ վարչապետի աշխատակազմից չասացին։ Ինֆորմացիա չուներ Տարոն Չախոյանը։ Փոխարենը հորդորեց գրավոր հարցմամբ դիմել ենք։ Սպասում ենք պատասխանի։ Նույն հարցը ցանկացանք ուղղել Ազգային ժողովի տնտեսական հանձնաժողովի անդամներին։ Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը մեր զանգերին չպատասխանեց։ Սերգեյ Բագրատյանը խոստացավ խոսել, այնուհետև չպատասխանեց մեր զանգերին։ Ծովինար Վարդանյանի հետ եւս կապ հաստատել չհաջողվեց։ Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուկյանն է արձագանքում։ Ասում է, հեծի պետականացումը կապված է Սամվել Կարապետյանի եկեղեցուն պաշտպանելու հետ։ Իսկ ես ձեզ վստահեցնում եմ, հնարավոր չի առանց Հայաստանի Հանրապետության սահմանադրությունն ու օրենսդրությունը, ինչպես նաև Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները ոտնահարելու հեծը խլել։ Տնտեսագետի խոսքով էլ հնարավոր է հեծը պետականացնել, բայց բացառիկ դեպքերում։ Իսկ այդ բացառիկ դեպքերի համար լուրջ հետազոտություններ ու հիմքեր են պետք, որոնք իմանալու համար դեռ պիտի սպասենք։ Դա կարող է իրականացվել միայն 3 դեպքում, ըստ մեր օրենքի. ազգային անվտանգության շահից ելնելով, պետական շահից ելնելով եւ հանրային շահից ելնելով։ Մնացած դեպքերում հնարավոր չէ ազգայնացում իրականացնել։ Ազգայնացում չի ենթադրում, որ պետությունը պետք է վերցնի առանց դրա համար փոխհատուցելու։ Մեր օրենքը կարգավորում է այդ հարաբերությունը։ Բացի մեր օրենքից Հայաստանը մի շարք միջազգային պայմանագրերին է միացել, որով պաշտպանվում են ներդրումները եւ տեղական եւ օտարերկրյա։ Եվ եթե մեր մասնավոր ներդրողի ձեռքից, այսպես ասած, գույքը պետությունը վերցնում է, պետք է դրա համար փոխհատուցի։ Եթե չի փոխհատուցում, ապա մասնավոր անձը կարող է նույնիսկ եվրոպական դատարան դիմել դրա համար։ Խոսեցինք Հայաստանի էլեկտրական ցանցեր փակ բաժնետիրական ընկերության հետ։ Իրենց հստակ ոչ մի ծրագիր էլ չեն ներկայացրել, հետևաբար իրենք էլ դիրքորոշում դեռ չունեն։ Տեսեք, քանի դեռ մեզ չի ներկայացվել այն ճանապարհը, այն ծրագիրը, որով ազգայնացում է պատրաստվում, որևէ կերպ արձագանքել դրան կամ որևէ դիրքորոշում հայտնել չենք կարող։ Իդեպ այս ընթացքում հեծի բաժնետեր Սամվել Կարապետյանին տեղափոխել են Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկ։ Նիկոլ Փաշինյանի եկեղեցական դիրքորոշումների հետ համաձայն մեկ այլ գործարարի, իշխանական падգամավոր Խաչատուր Սուքիասյանի Ադամանդի Մաքսանենգության սկանդալային գործին մասնակցությունը Ռուսաստանը դեռ չի հերքում։ Ռուսաստանի քննչական մարմնի բացահայտումը Հայաստանում Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո էր։ Սուքիասյանի խոսնակից փորձեցինք ճշտել, արդյոք կապ ունեն դեպքերն իրար հետ։ Աննա Մկրտչյանը չմեկնաբանեց, ասաց ինչ կա, իր Facebook-յան էջում է գրել։ Իր ստատուսում նա Սուքիասյանի անվան հետ կապվող պատմությունները տեղեկատվական պատերազմ էր անվանել։ Սիմոն Հովանիսյան, Reopen Media։